Օրինակ նկատել եք ձեր առօրյա աշխատանքում, որ ավելի շատ են սկսել տղամարդիկ դիմել, օրինակ այդ բարդույթները գնալով քչանում են կամ սկսել են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, կա այդ տենդենսը։ Ավելի շատ չեմ կարող ասել դիմում են թե ոչ, չունեմ համեմատական, օրինակ 5 տարի առաջվա հետ կապված, բայց կարող եմ ասել ինչն է փոխվել իմ պրակտիկայում, երբ որ կինը կամ երեխաները սկսել են ավելի հաճախ իրենց հարազատին բերել ուրոլոգի, ավելի հաճախ հորդորել, օրինակ կինը ամուսնուն հորդորում է, տարիքդ էս ինչքան է, պետքա գնանք մի հատ հետազոտվես, օրինակ արդեն 50 տարեկան ես, կյանքիդ մեջ մի անգամ սոնոգրաֆիա չես անցել, PSA չես հանձնել, այ վիդեոյի մեջ բժիշկը սենց էր ասում, պետքա գնանք հետազոտման։ Այս դեպքերը, երբ որ հարազատներն են սկսում հորդորել եւ ուղեկցել բժշկի, այդ դեպքերը հստակ կարող եմ ասել շատացել են իմ պրակտիկայում։ Ավելի շատ են հիվանդի հարազատները կամ պացիենտի հարազատները հիվանդներին հորդորում կամ օգնում, երբեմն էլ ես ասում եմ բերում են բժշկի, որովհետեւ իրոք բերում են, համոզում են, չգիտեմ, կռվում են, ինչ որ ձևով հայտնվում են բժշկի սենյակում խորհրդատվության, բայց դրա մեծ մաս ճիկուջանքը կատարում է հիվանդի հարազատը, կինը, աղջիկը, տղան, հարազատը, չգիտեմ։ Շատացել են այդ դեպքերը եւ դա լավ է, ուրախացնում են, որ շատացել են, որտեվ մեկը մյուսի մասին հոգ է տանում, հարազատը հարազատի մասին հոգ է տանում, անտարբեր չի, սա շատ կարևոր ցուցանիշ է, կարևոր ֆակտոր է։